Ծվիկները այսպիսի գեղեցիկ ձևով ներկեցի, ցորեն մեջը ավելացրեցի բամբակով, մեկը մեկից տարբերվող, զատիկին բնորոշ վառ գույներով, ամեն մի ծվիկը տարբեր է իր հետաքրքիր գունային գամմայով։ Հարգելիներս, մոտ 10 օր առաջ լցոնեցի այս հավկիթները ցորենով և տեսնում եք արդեն ինչ սիրուն ցորենը մեջից դուրս է եկել և արդեն պատրաստ է մեր տոնական զատիկի սեղանը զարդարի։ Իդեպ նշեմ, դուք կարող եք նման ձևով գեղեցիկ տարբեր գույնի ժապավեններով զարդարեք այս գեղեցիկ ցորենի հասկերը։ Իսկ որպեսզի ինքը առողջ տեսք ունենա, լավ աճի ու ձվիկի ներսում չնեխի, ես ձեզ ցույց տամ ոնց եմ իրան ջրում և ջուրը թափում։ Ահա այսպես բարակ ծորակը բացում եմ և բավականին բարակ ծորակի հոսքով ջուր եմ ավելացնում, այսպես առատ մեջը ջուր լցվում և այսպես մի թեթև շարժում եմ անում և թափում եմ ամբողջովին իր ջուրը և այսպես թռչում եմ բոլոր ձվիկները։ Եթե մեջը բավականին հեղուկ մնաց, մեջը սկսում է նեխել, իսկ դա մեզ պետք չի։ Կարծում եմ բավականին մատչելի տարբերակով ձեզ բացատրեցի, ինչպես կարելի է զարդարել և գեղեցիկ մատուցել զատիկի սեղանի ցորենի հասկերը։